Ողջունում եմ ձեզ, այսօրվա մեր պոդքասթը յուրահատուկ է, քանի որ այսօր ունենք երկու հյուր։ Ողջունում եմ մեր հյուրերին։ Մեր հյուրերն են այսօր մանկաբարձ գինեկոլոգ Նարինե Ասիլբեկյանը եւ մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը։ Առաջին հարցը ուղղված է մեր երկու հյուրերին։ Ինչքանով է պայմանավորված երեխայի առողջ ատամներ ունենալը մայրիկների տեղեկացվածության եւ կրթվածության հետ։ Սիրով, մայրիկները փոխանցում են երեխաներին ամեն ինչ, սկսած կենցաղային սովորույթներից, ընտանեկան սովորույթներից, սննդակարգից, որը շատ կարևոր է, սննդակարգը ինչ ընդունված է ընտանիքում ուտել, փոքրուց մեր մեջ սերմանվում է եւ իհարկե հիգիենայի կանոնները, լինի դա առհասարակ հիգիենան լվացվելու տեսակետից եւ վերջացրած ատամների խնամքով եւ երեխաները շատ հաճախ ոչ թե սովորում են այն, ինչ մենք իրենց ուսուցանում ենք, օրինակ այսպես պիտի անես, որ ճիշտ լինի, այլ այն ինչ տեսնում են, այսինքն եթե մայրը ճիշտ է խնամում իր ատամները, օգտագործում է ենթադրենք թել ատամի 2 րոպե տևողությամբ լվանում է ատամները, ճիշտ խնամք է ցուցաբերում, բնականաբար դա առանց քննարկելու երեխայի մեջ սերմանվում է եւ հետագայում թե մանկության ընթացքում, թե արդեն մեծահասակ կյանքում ինքը շարունակում է նույն կերպ։ Կարծում եմ տեղին կլինի ասել, որ երեխա ունենալուց առաջ արդեն իսկ սեփական առողջության եւ այդ թվում բերանի խորոչի առողջության մասին հոգ տանելը ընդհանրապես պատասխանատվություն է այն մարդու համար, ում պատրաստում ենք լույս աշխարհ բերել եւ դրան պետք է պատրաստվել մինչ հղիությունը, ոչ թե հղիության ընթացքում, հետեւաբար տերտելով, սերմանելով մեր մեջ եւ հետո նաեւ ինչպես արդեն նշեց Նարինեն, օրինակ ծառայելով մեր երեխաներին, կարող ենք մեր իսկ օրինակով ճիշտ դաստիարակել եւ ճիշտ ցույց տալ, թե ինչպես է պետք հոգ տանել սեփական բերանի խորոչի եւ ատամների մասին։ Երեխաները, ովքեր ծնվում են քրոնիկ պարոդոնտիտով չբուժված մայրիկներից, այն մայրիկները, ովքեր ունեցել են քրոնիկ պարոդոնտիտ, այդ երեխաները ունենում են ավելի ցածր իմունիտետ եւ ավելի անկալունակ են լինում բորբոքային պրոցեսների նկատմամբ։ Մի քիչ կուզեմ խոսեք այդ մասին, թե ինչ ազդեցություն ունի մայրիկների բերանի խորոչի առողջությունը երեխաների բերանի խորոչի առողջության համար։ Ինչպես ցանկացած առողջական խնդիր, այդ թվում նաև բերանի խորոչի առողջությունը ոչ միայն տեղակայում են, այլ համակարգային խնդիր է, այսինքն հղիության ընթացքում կարծում եմ գինեկոլոգը կհամաձայնի եւ կհաստատի, որ ցանկացած ինֆեկցիոն խնդիր կարող է իր անդառնալի հետքերը թողնել հղիության ընթացքում պտղի զարգացման համար։ Հենց դա է պատճառը, որ ասում ենք, որ պետք է մինչ հղիությունը նախապատրաստվել, այդ թվում նախապատրաստվել ամբողջ մարմնով, ոչ միայն գինեկոլոգիական, այլ նաև այդ թվում նաև բերանի խորոչի առողջությամբ, հետագայում առողջ սերունդ տալու համար, քանի որ դա պատասխանատվություն է։ Ապացույցները հակասական են, ինչպես հղիության ընթացքի զարգացման արատների, որովհետև չկան հստակ ապացույցներ, թե որ խնդրից որ արատները կարող են զարգանալ, հետևաբար դեռ վերջնական գուցե հետազոտությունները դեռ ավարտված չեն, դրա մասին գուցե շատ ավելի ուշ ավելի հայտնի բաներ լինեն, բայց այո, առողջ մորից առողջ երեխա ծնվելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Շարունակելով թեման, կուզենք լսենք նաև ձեր կարծիքը, թե չբուժելու դեպքում բերանի խորոչի հիվանդությունները, այդ թվում նաև պարոդոնտիտը, ինչ բարդություններ կարող են ունենալ հետագայում հղիները։ Շատ լավ, ինչպես ասել են դարեդար, լավագույն բուժումը կանխարգելումն է։ Իհարկե, բժիշկները նախընտրում են, որ հղիություն պլանավորելուց առաջ կինը մոտենա եւ պլանավորելիս, ինչպես ասեց Տիգրանուհին, ամբողջ մարմնի առողջության մասին ստանա ինֆորմացիա եւ այդ թվում եւ ատամների ու հասկանա կա խնդիր թե չէ, եթե խնդիր կա, լուծվի խնդիրը մինչեւ հղիությունը, քանի որ այն բարդությունները, որոնց մասին կխոսենք, դա ենթադրենք վաղաժամ ծննդաբերությունն է, դրա շուրջ կան բազմաթիվ հետազոտություններ, սակայն մի քիչ հակասական է, որովհետև ի վերջո հաստատել, որ հենց պարոդոնտիտն էր պատճառը վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով երեխայի ծնունդի, չի ստացվել ոչ մի հետազոտության արդյունքում, այսինքն մետա-անալիզների լայնածավալ հետազոտությունների արդյունքում, եւ առավել եւս կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ հղիության ընթացքում բուժելու պարագայում մենք չենք կանխարգելում վաղաժամ ծննդաբերությունը, դրա համար շատ կարեւոր է, որ նախածննդյան
շրջանում կատարվեն լուսավորչական աշխատանքներ եւ ցանկացած մասնագետ, անպայման չի հենց մանկաբարձ գինեկոլոգը, դա կլինի թերապևտը, դա կլինի հենց ատամնաբուժը, ընտանեկան բժիշկը, անպայման նշեն կարևորությունը մոտենալու ատամնաբուժի եւ սանացիա անելու, բուժելու այն, ինչ կարելի անել մինչև հղիությունը։ Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ ներկայումս չի կոչվում միայն գինեկոլոգիա, այլ կոչվում է կանանց առողջություն, որը որ չի կենտրոնանում միայն վերարտադրողական ֆունկցիայի վրա, այլ ընդհանուր կնոջ առողջության վերաբերյալ, որովհետև հենց նա է շարունակությունը տալու, ինչը որ օգնում է, որ ել ավելի առողջ մոտենան վերարտադրողական process-ին եւ ավելի առողջ ծերուններ տան։ Հաջորդ հարցս կուզեմ ուղղել ձեզ, արդյոք բոլոր հղիները ուղղորդվում են բոլոր կաբինետներով հետազոտություններ անցնելու, մայրիկները ինչքանով են գիտակից եւ ինչքանով են պատրաստ այդ հետազոտությունները անցնել, լսենք ձեր կարծիքը։ Ի ուրախությունս մեզ բոլորիս, այո, ներկայիս սերունդը բավականին ինֆորմացված է, գիտակից է, պլանավորում է հղիությունը, իհարկե կան բացառություններ, բայց ես ենթադրենք իմ աշխատանքի ընթացքում, տարիների ընթացքում տեսնում եմ տենդենց, որ շատ ավելի գիտակցված են մոտենում եւ այո, գալիս են նախապատրաստելու, իսկ հղիության ընթացքում իհարկե պարտադիր ուղղորդում ենք, բայց այստեղ մի նրբություն եմ ուզում ասեմ, որ ենթադրենք, եթե ուղղորդում ենք ատամնաբուժի, պետք է իմանալ նաև, որ ատամնաբուժության մեջ, այո, դուք փաստեք, պարադոնտոլոգիան առանձին նեղ ճյուղ է եւ ամեն ատամնաբուժ չի կարող զբաղվել լնդերի առողջությամբ եւ այստեղ միգուցե ուղղորդելուց պետք է նշել, եթե կինը ունի համապատասխան գանգատներ, որտեղ մենք գիտենք հղիության ընթացքում հորմոնների ազդեցության տակ այտուց է գնում լնդերի, արյունահոսություն կարող է առաջանալ շատ հաճախ եւ պետք է ուղղորդել ավելի շատ պարադոնտոլոգի մոտ, քան սովորական ատամնաբուժի հարցը լուծելու համար։ Հաջորդ հարցը մանկաբուժին ուղենք, ինչ է պատահում միկրոֆլորայի փոխանցման հետևանքով մայրիկից երեխային ծծակի, գդալի, համբույրի միջոցով։ Եթե մայրը փոխանցում է առողջ միկրոֆլորան, ապա երեխային ընտելացնում է իր միկրոֆլորային։ Սակայն եթե մենք գործ ունենք հիվանդագին միկրոֆլորայի հետ, պաթոգեն միկրոֆլորայի հետ, ապա անպաշտպան փոքրիկը դեռևս չունի բավարար քանակի իմուն համակարգ, որպեսզի կարողանա ըստ պատշաճի պայքարել դրա դեմ, հետևաբար ունենում ենք միկրոֆլորայի կոլոնիզացիա երեխայի վրանում, ինչը որ կարող է պատճառ լինել արդեն հիվանդ ատամների ծկտման։ Դրա համար հաճախ ծնողներին ասում ենք, որ բերանի խոռոչի հիգիենային պետք է հետևել ոչ թե որևէ տարիքից սկսած, այլ ծննդյան պահից սկսած, դրանք կլինեն լնդերի խնամքը, լեզվի խնամքը, հետո նաև արդեն առաջին ատամի ծկտումից հետո առաջին ատամի խոզանակել, եւ ցավոք ունենք շատ արատավոր երևույթներ, որը հույս ունեմ, որ միայն մեր պոպուլյացիային բնորոշ չէ, օրինակ նույն գետին ընկած ծծակը սեփական բերանով մաքրելը, փոխանցելը երեխային, կամ գդալը, այո, ճաշը նախապես համտեսելը, փոխանցելը երեխային, անգամ ամենաառողջ միկրոֆլորայի դեպքում, ինչ խոսք դա իր մեջ վտանգներ է ներառում, բայց նաև պետք է մեր մայրերին խնդրենք, որ իրենց առողջության մասին հոգ տանեն ոչ միայն հղիությունից առաջ եւ ընթացքում, այլ նաև հետծննդյան ժամանակաշրջանում, երբ չնայած ծանրաբեռնվածությանը, այնուամենայնիվ իրենց առողջությունը պատասխանատվություն է այն վալիկի, այն մարդու նկատմամբ, ում իրենք լույս աշխարհ են բերել։ Եվ դրա այս հավաքույթի շրջանակներում հատկապես բերանի խոռոչի առողջության մասին, քանի որ եւ հղիության ընթացքում կասինային են եւ հետծննդյան ընթացքում օրգանիզմի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է եւ եթե ոչ հղի եւ ոչ կերակրող մայրը պահանջներն այլ են վիտամինների նկատմամբ, ապա հղիության եւ ծննդաբերությունից ու կերակրման ընթացքում դրանք այլ են լինում։ Հետևաբար ճիշտ ուղղորդումը մորը սկզբում ճիշտ մասնագետի մոտ, հետո նաեւ երեխային ժամանակին կանխարգելումը, ճիշտ զննումները կարող են կանխել մի շարք բարդություններ։
վիտամինների մասին խոսեցիր, չեմ կարող չանդրադառնալ, շատ հաճախ գալիս են մանկաբարձներին եւ ասում են ատամնաբուժս ցուցել է, որ կալցիում նշանակեք ինձ։ Ուզում եմ ստեղ նշեմ, որ կալցիումը միակ պատճառը չի, կալցիումի դեֆիցիտը եւ վիտամինային դեֆիցիտը հղի օրգանիզմում միակ պատճառը չի, ինչից ատամները կարող են փշրվել, ջարդվել, վնասվել, արյուն գալ եւ մի շարք այլ խնդիրներ լինել։ Հետեւաբար կալցիումը այն կախարդական դեղամիջոցը չի կամ այն կախարդական հապը չի, որ կփրկի բոլոր խնդիրներից։ Առաջնահերթ է հիգիենան ճիշտ պահելը։ Հղների մոտ մի շարք փոփոխություններ են տեղի ունենում, էմոցիոնալ ֆոնն է փոխվում, հորմոնալ ֆոնն է փոխվում, սրտխառնոցներ են առաջանում որոշակի ժամանակահատվածում, որը թույլ չի տալիս բերանի խոռոչի ճիշտ հիգիենային հետևել։ Խոսենք կնոջ օրգանիզմում կատարվող այս փոփոխությունների ազդեցության մասին բերանի խոռոչի ազդեցության համար։ Ճիշտ է, մենք այսօր հանդիպել ենք քննարկելու հենց հղիություն եւ վաղ մանկական շրջանը եւ անդրադառնալով լնդերի առողջությանը, բայց առհասարակ ուզում եմ նշել, որ մենք կանայք շատ յուրահատուկ բնության մեջ կերպարներ ենք, որ անընդհատ ենք ենթարկվում այդ փոփոխություններին, սկսած ենթադրենք 13 տարեկանում մենարխից, երբ որ դաշտանային ցիկլն է սկսում աղջկա մոտ վերջացած մեր ամեն ամիս մեր հորմոնների տարբեր տատանումներով, հետո հղիություն, 1-2 անգամ, հետո մենոպաուզ, այսինքն մեր օրգանիզմը անընդհատ է ենթարկվում այդ հորմոնալ փոփոխություններին, նույնիսկ ամեն վայրկյան։ Եվ կան ստրես հորմոններ հենց, որոնք առաջացնում են տարբեր փոփոխություններ։ Ինչ է տեղի ունենում հղիության ընթացքում։ Տեղի է ունենում լնդերի այտուցվածություն հորմոնների ազդեցության տակ, իրանք եւ գերաճում են, արյունամատակարարումն է փոխվում, դառնում են ավելի փխրուն, ավելի զգայուն, արյունահոսություններն են բնորոշ հղիներին լնդերից, նույնիսկ առողջ լնդերի պարագայում, եւ այստեղ շատ կարեւոր է պահպանել հիգիենան, որովհետեւ այդ բակտերիաները, որոնք որ նորմայում մեր բերանի խոռոչում անդադ կան, իրենց եթե ճիշտ չլվացվի, դուրս չգա, այդ փոփոխության ֆոնին նրանց մնալը եւ վնասելը շատ ավելի մեծ է, քան ոչ հղի կնոջ մոտ։ Ամփոփելով այսօրվա զրույցը, եկեք ամեն մեկս մեր խորհուրդները տանք այն մասով, թե ինչ խորհուրդներ պետք է տալ ապագա մայրիկներին, ընդհանրապես առողջ կանայք ինչպես պետք է իրենց առողջությանը հետևեն, որպեսզի առողջ լինեն։ Դուք ձեր մասով խորհուրդներ տաք, թե ինչպես պետք է կրթել երեխաներին եւ ինչպես հետևենք նրանց բերանի խոռոչի առողջությանը։ Խնդրեմ։ Նախ ինչ խոսեցինք, մինչև հղիություն պլանավորելը դիմել ստոմատոլոգի, իմանալ արդյոք ունենք խնդիր, բուժել խնդիրը մինչև հղիությունը, քանի որ մենք սահմանափակված ենք լինելու հղիության ընթացքում բազմաթիվ հետազոտությունների մեջ եւ ինչու՞ չէ նաեւ բուժման մեջ կարող ենք սահմանափակված լինել որոշ դեպքերում, դրա համար մինչև հղիություն պլանավորելը անպայման այցելել ատամնաբուժի։ Հղիության ընթացքում գոնե մեկ անգամ դիմել ստոմատոլոգի բերանի խոռոչը գնահատելու համար եւ բաց չթողնել վաղ շրջանում հենց առաջի գանգատների դեպքում անպայման դիմել, որպեսզի process-ը չխորանա։ Երևի թե այսքանը։ Այո, եւ չմոռանանք ասել, որ ամբողջ հղիության ընթացքում պարտադիր է այցելել, կա սխալ պատկերացում, որ հղիության ընթացքում ատամները չեն բուժում եւ նույն պարոդոնտալ խնդիրները, լնդերի հետ կապված բորբոքումները միգուցե չի կարելի բուժել, բայց ճիշտ հակառակը, հենց առաջին իսկ նշանների դեպքում հենց պարոդոնտոլոգի է պետք դիմել լնդերի հետ կապված խնդիրների դեպքում եւ դա միֆ է, որ հղիության ընթացքում չի կարելի բուժել ատամները։ Բնականաբար ստոմատոլոգը, պարոդոնտոլոգը խորհրդակցելով մանկաբարձ գինեկոլոգի հետ հաշվի են առնում մի շարք նյուանսներ եւ կազմում բուժման պլան հենց տվյալ հղիի համար։ Եվ լսենք ձեզ։ Ինչպես պատրաստել երեխային եւ ինչպես կրթել սեփական օրինակով, ինչպես հենց սկզբում նշեցինք, եւ նաեւ ապահովել սեփական բերանի միկրոֆլորան առողջ, որպեսզի կարողանանք նվազագույնս քիչ փոխանցել
պաթոգեն միկրոբները մեր երեխաներին, մի քանի արատավոր սովորույթների ստոպ տանք, դրանցից են շրթունքների ցամփուրելը, ծծակը սեփական բերանով ախտահանելը եւ կամ նույն գթալից ուտելը եւ հոգ տանենք երեխայի բերանի խոռոչի մասին ծնվելու պահից սկսած։ Այո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի Շնորհակալ։ համար, կարծում եմ շատ ինֆորմատիվ էր, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Հուսանք կլինի Չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին։